Սիրելի հայրենակիցներ, հեռավար կապով ես այժմ հարցազրույցի եմ հրավիրել ընդդիմադիր քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանին։ Ողջունում եմ ձեզ, պարոն Պողոսյան, եւ շնորհակալ եմ Ձեզ հրավերս ընդունելու համար։ Պարոն Պողոսյան, շատ կարևոր հարց պիտի միասին քննարկենք եւ նաեւ իրազեկենք այս քննարկմամբ մեր ժողովրդին իրազեկենք, թե ինչ է կատարվում մեր եկեղեցու շուրջ։ Տեսեք, Փաշինյանը վերջերս անկեղծացավ, որ հետքայլ չի անելու եկեղեցու դեմ այս սկսած իր պատերազմից։ Սա իհարկե բնականաբար հերթական անգամ ցույց է տալիս, որ նա ծրագրված սցենար է իրականացնում մեր եկեղեցու դեմ, այդ վիրավորանքները, այդ նրա ցինիկ արտահայտությունները մեր ամենայն հայոց կաթողիկոսի անձին ուղված, ասում է, ներկայանում է իբր ինքը հայ եկեղեցու հավատավոր, ընդ որում եթե ուշադիր եք եղել, շեշտում է նաև այդ բառը հավատավոր զավակն է եւ բարենորոգում է եկեղեցին եւ այս կեղծ այս հայտարարության տակ իրականում բոլորս այլևս հրաշալի տեսնում ենք, ես շատ ուրախ եմ, որ մեր ժողովրդի աչքերն էլ բացվում են, մարդիկ տեսնում են, որ բոլորովին այլ կեղծիքի հետ գործ ունենք։ Հիմա, բայց մենք հասկանանք նաև խորքային, թե իրականում ինչ է կատարվում, որն է նրա նպատակը, հասկանալի է սա օտարի սցենարն է։ Տարբեր պատճառներ ու նպատակներ կան, այսօր ես կուզեմ, որ նաև մենք իմասնավորի կենտրոնանանք հետևյալի վրա, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող այս մարդը իրեն շրջապատելով տիրադավներով, հա, կասկածելի անցյալ, վատ անցյալ ունեցող եկեղեցականներով, եւ լավ է, որ եկեղեցին այդպիսիներից իհարկե մաքրվում է, բայց դրանցով իրեն շրջապատելով փորձում է ստեղծել նոր աղանդ։ Ահա այս թեմայի շուրջ է, որ ուզում ենք մենք այսօր խոսել եւ ուզում եմ ձեր կարծիքը, կիսում եք իմ այս կարծիքը, իրոք դուք այդ վտանգը տեսնում եք, թե ոչ։ Խնդրեմ, լսում ենք ձեզ, պարոն Պողոսյան։ իհարկե ես այդ վտանգը տեսնում եմ, տեսեք, դեռևս 2018 թվականներին մենք հիշում ենք այդ հայտնի դեպքերից հետո, իշխանազավթումից հետո Հայաստան ժամանեց հայտնի Բոլտոնը, Ամերիկայի ԿՎՀ-ի ներկայացուցիչը եւ ինքը ներկայացրել էր այն ժամանակ Փաշինյանին 5 կետեր եւ ինչն էր տարօրինակ, նաեւ այդ ժամանակ այդ 5 կետերի մասին իրենք շատ անկեղծ խոսեցին առանց որևէ բան թաքցնելու եւ հասարակության էֆորիան, հասարակության, այսպես ասած, խանդավառությունը անբացատրելի, անիրատեսական այդ խրախճանք ինքան բարձր էր, ինքան հնչեղ էր, որ նույնիսկ այդ վտանգները, որը ես շատ հաճախ դիտարկում եմ որպես մահապատժի մասին դատավճիռ, որևէ մեկի մոտ առանձնապես շատ արձագանք չկտավ։ Եվ այդ ժամանակ այդ 5 կետերի մեջ նշված էր բոլոր այն կետերը, որը վերջին 7-8 տարիների ընթացքում Փաշինյան Նիկոլը իրականացրեց բացառությամբ եկեղեցին։ Այսինքն հենց նույն այդ ժամանակ Բոլտոնի կողմից հայտարարված կետերում կար հատուկ մաս եկեղեցու մասով եւ այնտեղ ինչն էր այսպես շատ հետաքրություն առաջացնում, որ իրենց համար կարևոր էր, որպեսզի հայ առաքելական եկեղեցու հետևորդների թիվը չգերազանցի Հայաստանի Հանրապետության բնակչության կեսից ավելին, այսինքն ավելի ցածր լինի, քան 50%-ն է եւ բնականաբար դա խոսքը վերաբերում է ընդհանուր հետևորդներին, ոչ թե ակտիվ հավատավոր ժողովրդին, այլ ընդհանուր հետևորդներին եւ այսինքն այդ ծրագրի շրջանակներում երկրում իրական հավատավոր ժողովուրդ պետք է մնար ընդամենը երևի մի 15-20%, իսկ մնացածը այլևս պետք է կամ աթեիզմի ուղղությամբ գնային կամ այլ կրոններ վերցնեին։ Եվ հետևաբար Փաշինյանը այսօր այդ նույն ծրագրի շրջանակներում ինչպես հանձնեց մեր պետության հիմք, մեր պետության ծննդականը հանդիսացող Արցախը, ինքը բնականաբար պետք է նաև փորձի ոչնչացնել եկեղեցու դերը։ Այ վերջերս իրենք անընդհատ այսպես աղմկահարում են հիբրիդային պատերազմների մասին։ Եվ հենց այդ հիբրիդային պատերազմը 2018-ից սկսած շատ ակտիվ իրականացնում են իրենք։ Մինչ 2018-ն էլ կարել իհարկե այդ հիբրիդային պատերազմը, բայց շատ ակտիվ իրականացնում են իրենք։ Ինչ է իրենից ենթադրում հիբրիդային պատերազմը։ Գրող մարդկանց ուղեղների վրա,
կարևոր չի, այսինքն նույն պատերազմն է, կարող է իր ընթացքում լինի կրակոց, կարող է կրակոց չլինի, բայց թիվ 1 խնդիրը մարդկանց բարոյազրկելն է, մարդկանց ուղիղների վրա աշխատելն է։ Եվ այդ ճանապարհին առհասարակ, որտեղ տեղի են ունեցել այդ հիբրիդային պատերազմներն, իրենք տեղի են ունեցել դրսի աջակցությամբ, դրսի ֆինանսավորմամբ, դրսում կազմված ծրագրերով եւ իրենք խփել են թե պետության այսպես միասնությանը, թե բանակին եւ ամենակարևորը հավատքին։ Այս առումով ինքը հիմա իրականացնում է իրեն պաշտոնի բերածների վերջին, այսպես ասած, քայլը։ Նրան, այսինքն հստակ ասել էին ինքը ինչ պետք է անել, ընդ որում կարծում եմ շատ վաղ, որովհետև երեկ մեր սիրելի լրագրողներից մեկը Հռիփսիմե Մեջեբեջյանը ինքը շատ լավ ներկայացրեց Փաշինյանի գրքի այլանդակությունների մի հատվածը, ինքը նախապես այդ ամեն ինչը գիտենալով նաև չէր վարանել դա հանձնել տողերին եւ տպագրել։ Եվ առհասարակ իրենց գործելավորն է այդպես, իրենք երբեք չեն խուսափում ասելու, որ իրենք ինչքան վատն են եւ ինչ վատ բաներ են անել, ուղղակի դա փաթեթավորում են տարբեր կերպ։ Եվ հիմա այդ հիբրիդային պատերազմի ամենածանր փուլերից մեկում ենք մենք գտնվում, որովհետև հայ առաքելական եկեղեցին մնացել է մեր հայության, հայկականության վերջին սյունը, մյուս սյուները արդեն ինքը փլել է, կամ եթե չեն փլվել, ուրեմն վտարային վիճակում են եւ ամենաամուր սյունը, որը այս պահին կա եւ վերջի ամիսներին ինքը շատ ավելի ամուր դարձավ, դա հայ առաքելական եկեղեցին է։ Եվ հիմա տեսեք, մենք փորձենք վերադառնալ աղանդներին։ Իրականում որպես այդպիսին աղանդավորական շարժումներ Հայաստանի պատմության մեջ եղել է դեռևս վաղ շրջաններից, բայց եւ որպես կանոն դրանք մշտապես ունեցել են դերսի աջակցություն։ Այև հիմա նույն կերպ այդ աղանդները իրենք փորձում են փորձեցին ավելի այսպես ակտիվացնել։ Տեսեք, մենք առաջի աղանդավորական շարժումները Հայաստանի Հանրապետությունում տեսել ենք այն ժամանակ, երբ որ մենք Արցախում կարողացանք տանել Ջախջախի չախտանակ։ 90-ականների վերջից բոլորս էլ հիշում ենք արդեն տարատեսակ աղանդավորական խմբեր իրենք ուղղակի լցվեցին Հայաստանի Հանրապետություն։ Արդեն ավելի ուշ 90-ականների վերջում 2000-ականների սկզբներում աղանդներից սկսեցին մնալ նրանք, ովքեր առավել ինչ որ կարողանում էին հայ մարդու, այսպես ասեմ, ճակերտավոր հոգուն կպնել, այսինքն գոնե որոշակի հարազատություն կար, որովհետև մարդը հենց այնպես չի կարող ինքը ուրիշ կրոն վերցնել, առավել եւս աղանդի տեսքով եւ դրա համար թեկուզ հասարակության պարսավանքին ենթարկվի եւ հալածվի։ Հետևաբար մնացին միայն այն աղանդները, որոնք ավելի շատ կարող էին կպնել հայ մարդու սրտին, հոգուն եւ օրինակ դրանցից մեկը նույն Եհովայի վկաների աղանդն էր, ինչի դա ավելի շատ տարածեցին, ավելի շատ դրան փորձեցին աջակցել օգնել, որովհետև այդ աղանդը առաջնահերթ քարոզում էր չծառայել բանակում։ Իսկ այ մեր թշնամիների խնդիրը ո՞րն էր՝ քայքայել հայոց ազգային բանակը։ Եվ իհարկե արդեն 2008 թվականից հետո, կարծեմ 2009 Սերժ Սարգսյանի օրոք համապատասխան փոփոխություններ տեղի ունեցավ քրեական օրենսգրքում, որտեղ թույլ չտրվեց, որպեսզի աղանդավորները կարողանային մարդկանց դռները ջարդել եւ ներս մտնել կամ փողոցում ուղղակի այսպես բռնել հագուստից եւ սկսել բանը։ Այդ ժամանակ մենք ունեցանք որոշակի այսպես ասած դատարկ է դաշտում եւ հայ առաքելական եկեղեցին էլ մեր վեհապարի գլխավորությամբ ինքը կարողացավ բավականին լավ կերպով քրիստոնեությունը այսպես կրկին մտցնել մեր կենցաղ։ Այս մի փոքր թեմայից շեղվեմ, բայց չեմ կարող չասել, վերջերս հերթական հյուղարկավորության ժամանակ ես հիշեցի նախկինում եղած հյուղարկավորությունները եւ հասկացա, թե եկեղեցին ինչքան է այլևս կարողացել այդ կենցաղային, բայց ամենակարևոր մեր կյանքում բաղադրիչներից մեկը կարողացավ դարձնել նորից եկեղեցական։ Մեր սերունդը շատ լավ հիշում է, չէ՞, նախկինում երբ որ մարդուն տանում էին հյուղարկավորելու, տղամարդ, կին, բոլորը միասին, այսպես լաց, կոց, աղմուկ, ուշագնացություն, չգիտեմ ինքնավնասում եւ այլն, իսկ այսօր ինչ է լինում։ Պարտադիր հոգեվորականը ներկա է եւ հանգստյան քարից հետո կանանց այլևս թույլ չի տալիս առաջ գալ, որը հյուղարկավորությունը շատ ավելի հանգիստ է դարձնում։
Հետո հուղարկավորությունից հետո ենթադրենք մեկը մի քիչ խմած, մեկը մի քիչ ավելի տխուր, սկսում էին այնտեղ ինչ-որ ճառեր ասել, բաժակներ լցել, եւ այդ ամեն ինչը վերածվում էր չգիտես ինչի։ Բուն արարողությունից մենք շեղվում էինք, բայց հիմա նորից հոգևորականը ներկա է եւ այդ ամբողջ արարողությունը իրականացնում է ինքը։ Նաև Հետագայում հոգեհանգստի արարողությունը, որ մտել է եկեղեցի, դա շատ կարևոր ինքը բան է։ շատ կարևոր է, նույնիսկ Այո, տեսեք այդ հետ հյուղարկավորության պահին, երբ որ գալիս էին այդ այսպես ասած հոգի հանգստի հոգի հացին, չէ՞։ Պայտատից 4-րդ բաժակից հետո որոշ մարդիկ հարբում էին եւ այնտեղ ծեծու չարտ էին սարքում եւ իրականում այդ սկո միջոցառումը վերածվում էր էսմիջի, բայց այսօր քահանաները նույնիսկ դա այո, են վերահսկում։ Եվ ներկա է դրանով կամանան նաև մի հենց այդ խոսքով, այո, մխիթարությունը կարողանում են տալ եւ միևնույն ժամանակ կարգ ու կանոնը կարողանում են ապահովել։ Տեսեք նույն օրինակ Տիգրան Սարգսյան վարչապետի օրոք չէ հատուկ տաղավարտողներին հաջորդող երկուշաբթիները ներողություն։ դարձրեցին մերելոց, դա վատ բան չէր, այսինքն յուրաքանչյուր տուն նորից մտցրեցին եկեղեցին։ Եվ դա Եվ շատ սա կարևոր է, այդ որ այո ապրողները հիշեն մահացածներին եւ այդ Եվ ժառանգական այդ նաև հիշենք կապը, քրիստոնեաբար, հարգանքը, այստեղ մեր, կարևորությունը հենց դա է, այո, որբիսի հիշենք քրիստոնեաբար։ այո, Այսինքն այս ամեն ինչը բերել էր մեր հավատքը նորից այսպես ամրապնդել էր եւ դրսում տարբեր լաբորատորիաներում ձևավորված այդ աղանդավորական շարժումները իրենք այլևս Հայաստանում կենսունակություն չունեցան։ Եվ հիմա Փաշինյան Նիկոլը արդեն ինքը որոշել է հենց ակտիվացրել է։ մեր Հակով այսպես ասած աղանդ կարել։ Հմ, Եվ պետության միջամտությամբ, վարչական ռեսուրսի միջամտությամբ, տարատեսակ այլանդակություններ եւ այլանդակ մարդկանց այնտեղ հավաքելով, ինքը ինչ է անում, ինքը փորձում է գեղեցիկ փաթեթավորմամբ, հա, բարենորոգում եմ իրականացնում եկեղեցում։ Նախ դու ով ես որ եկեղեցում բարենորոգում իրականացնես, դու այո, ինչքան է ուզում ես հավատավոր եղիր։ Եթե այդքան շատ էիր դու մտածում եկեղեցու մասին, ուրեմն դու չդառնայիր վարչապետ, դառնայիր հոգևորական, նախ մի հատ հասկանայիր այդ հոգևորական ոնց են դառնում, ինչպիսի զարգանքներից են զրկվում, ինչպիսի ճանապարհ են անցնում եւ դրանից հետո նոր փորձեիր ինչ-որ բարեփոխումներ անել։ Հիմա դու եկել ես, մտել ես մի տեղ, որտեղ դու բացարձակապես չկաս, որտեղ դու դիլետանտ ես, ինչպես ամեն տեղ։ Այդ դու այո, դիլետանտությամբ պետություն ես քանդել, բարենորոգելու դու 18 թվականին նույն ես միամիտ ժողովրդին խոստացել էիր բարեփոխումներ արցախցիներին էլ անվտանգություն։ Եվ մենք ըհը, տեսանք քո բարեփոխումները, քո առաջարկած, քո խոստացած անվտանգությունը եւ մինչեւ այսօր մենք մեր կաշվի վրա տածկում ենք։ Այսինքն ինքը այսօր իր առջև դրել է խնդիր ստեղծել նոր աղանդ, որբիսի հիբրիդային պատերազմը, որը իր գլխավորությամբ կամ իր դեմքով հղմղվում է հայ ժողովրդի դեմ, ինքը այդ պատերազմը կարողանա բերել վերջնական ավարտի։ ըհը, ըհը, Արդյունքը այս է լինելու։ Տեսեք, այսպեսի մի հանգամանք է ինքը այսօր որ մենք նաև շատ ուրախանում ենք, որ եկեղեցուն դեմ իր ասպատակությունները հաջողությամբ չեն պսակում, իհարկե դա շատ ուրախանալու բան է, բայց միևնույն ժամանակ մենք պետք է պարտադիր նաև հետևողական լինենք եւ յուրաքանչյուր հավատավորի պարտքն է լինելու այսուհետ ինքը որբիսի թույլ չտա նաև այդ արարողությունները, այդ շոուները այլ տեղերում իրականացնել, որովհետեւ ինքը դրանով արդեն աղանդ է ձևավորում։ Տեսեք, այո, ես մի քանի օր առաջ գրառում էի արել, մասնավորապես Թալինի այդ հատվածի Տավտաշեն բնակավայրում Թալին խոշորացված համայնքի, կարծեմ ֆիլմ բաժնի պետի սկեսուն էր մահացել, եւ թե հոգի հանգստի ժամանակ եւ թե հուղարկավորության ժամանակ բերել էին երկու տարբեր կարգալույցների։ ա, Առաջինի դեպքում են թադե կոչվածին էին բերել, երկրորդ օրը թադեն զբաղված էր եղել չէր կարողացել կա, բերել էին տարուն անունով ինչ որ Վարդենիսից մեկին, ովքեր եկել էին եւ այնտեղ այսպես ասած բարեն փոխված տես էին հուղարկավորություններ անում, էին հա, անում։ հա, Հա, այսինքն, հասկանում եք, սա նույնն է, որ ես հիմա մտնեմ եկեղեցի եւ երեխա մկրտեմ։ Ես ճիշտ, եկեղեցում կարող եմ լինել մկրտության խավոր, կնկահայր։ Փառք Աստծո, շատ եմ եղել սիրով նորից առաջիկայում լինելու եմ, բայց ես չեմ կարող լինել քահանա եւ եկեղեցում մկրտություն անել։ ըհը, Այսինքն սրանով ինքը էժանացնում է եկեղեցու տերը։
Ինքը սրանով, այսինքն պարտադրելով ինքը արդեն տանում է այդ աղանդին, որովհետև տեսեք նույն Տավտաշեն համայնքում շատ մարդիկ էին ինձ այդ դեպքի փաստով ահազանգել, արդեն ինքը կարողացավ հասնել իր նպատակին, այնտեղ պառակտում մտցրեց։ Հմ, Այնտեղ փողոցի դեմ հանեց, մարդկանց մեկը մյուսի դեմ լարեց։ Այսինքն ինքը շատ փոքրիկ, բայց ապագայի օրինակն է, ինչի է ցկտում Փաշինյան Նիկոլը։ Մեր Այսինքն, պարոն հաստատությունը Պողոսյան, տրորել։ այո, տեսեք, նա 18 թվականից այդ պառակտումն անում է, քաղաքական դաշտը սև ու սպիտակ, նախկին ներկա, սա եկավ արդեն մի պահ, որ արդեն մարդիկ հոգնեցին։ Այսինքն ինքը չկարողացավ ամեն դեպքում, որքան էլ այս 5 տարի անընդհատ էփեց այդ թեման, ես պիտի անկեղծորեն ասեմ, որ իրեն լիարժեք չհաջողվեց այդ դաշտում, թեպետ ինչ որ մի փուլում ընտանիքներում լարվածություն էր մտել, մարդիկ իրար հետ նույնիսկ չէին խոսում այդ սև ու սպիտակ քաղաքական այդ հակասությունների մեջ, բայց իր քայլերը ապազգային մարդիկ այլևս տեսնում են եւ այդ խիստ ընդգծված այդ տարբերակումը սևի ու սպիտակի հանդարտվել է։ Հիմա ինքը պետք է նոր բաժանարար գծեր տանի եւ այստեղ շատ ճիշտ եք ասում, ամենաուժեղ գործիքը աղանդն է։ Հոգեբոր դաշտով մարդու վրա ներազդելու գործիքներ փաստորեն իրականացնելով։ Հիմա տեսեք Փաշինյանը, որը ներկայանում է Քրիստոսի, ասում է Քրիստոսը սրտումս է, չգիտեմ, մտքումս է, այսինքն շատ այսպես կեղծ շինծու, որը բնորոշ է հենց աղանդավորներին։ Աղանդավորները, որ ես որպես լրագրող առիթ եմ ունեցել նյութ գրելու համար, հիմա ասեմ, մասնակցել որոշ այդ իրենց ծեսերին, հատուկ մտել եմ, որպեսզի տեսնեմ ինչ է կատարվում, հա, ասում են լրագրողը, որպեսզի ճիշտ հասկանա իրավիճակը, երբեմն պետք է տարբեր իրավիճակներում հայտնվի։ Եվ ես իմ աչքի առաջ տեսել եմ այս զարուրելի պատկերը, որ բեմից այդ ռոքնռոլի ծանր այդ երաժշտության տակ խառը ծանր մարդկանց ուղեղները ոնց էին անջատում։ Հիմա ինքը այդ իր անընդհատ քարոզներով, անկապ այդ խոսքերով, մեր նման մարդիկ մտածում են, ինչ անկապ բաներ է, չէ՞ խոսում, բայց իրականում ինքը քարոզում է, ինքը մարդկանց ուղեղները Այդ լվանում է։ տեսեք դուք հիշեք 18 թվականի թմփուերը, թմբուկները, Այո, այո, ժողովրդին սիրելը, այ հիմա արվող էս, չգիտեմ, էս անիմաստ սրտիկները, ինքը իր ամեն ինչը հենց դրանք տեխնոլոգիաներ են, տեսեք, դա ես ինչի սիմվոլ եմ է, ասում, որ մենք պետք է ամեն գնով իր յուրաքանչյուր քայլին հակասենք, որովհետև իրենք որպես այսպես թուրքական աշխարհի ներկայացուցիչներ, այո, այս թուրքական աշխարհը նաև արևմտյան որոշակի այսպես խարդավանքներին տիրապետող ժողովուրդ, իրենք ունեն իրենց մինիմում եւ մաքսիմում ծրագրերը։ Իրենց մաքսիմում ծրագրերով այո նախատեսվում է եկեղեցուն վեհապար փոխել եւ ինչ որ մի աղանդավորի, ինչ որ մի պիղծի, որովհետեւ վերել, իրենք ընդհանրապես ում որ փոխում են, միշտ բերում են փոխարենը դնում են մի այլանդակի, ում կկարողանան ավելի լավ կառավարել։ շատ ճիշտ։ Այսինքն իր կադրերի մեջ մենք եթե այսօր որի կենսագրությունը փորփրենք, մենք շատ վատ բաներ կգտնենք, այդ թվում նաև իր նախկինիների մասով, օրինակ ես վերջերս նորից այդպեսի փորձ ունեցա, երբ որ նույն Սապյանների տոմի մեջ կդա 37 թվականի պալիցայի Դանոշչիկ, ասենք նոր որ խոսում էի այդ Տավտաշենում, այդ հրանց այդ ընտանիքի պապը նորից եղել է Դանոշչիկ 37 թվականին, այսինքն սրանք իրենք գտնում են գենետիկորեն այն անբարո մարդկանց, ում այրան մեջ կա խարդավանքը, ովքեր ունեն իրենց անցյալում թույլ տված բազմաթիվ մեղքեր եւ սրանց բերում է այն նույն հաջողությամբ, եթե ինքը կարողանա վեհապարին հեռացնել, ինքը վեհապարը փոխարեն փաթեթավորված մի հատ սատանա է տնելու։ Ում տակը կա բոլոր տեսակի կերտերը, որովհետեւ ինքը կարողանա ղեկավարել։ Այս է լինելու նրա մաքսիմում ծրագիր, իսկ նրա մինիմում ծրագիրը Հայաստանի Հանրապետության բնակչությունից ինչ որ մի մաս փոկել մտցնել է դաղանդի տակ։ Դուք շատ քիչ ասեցիք, մաս չէ, իսկ ասեմ, ուղղակի նրա նպատակը ընդհանրապես մեր պետականությունը վերացնելն է, իսկ վերացման ճանապարհին հոգևոր տեսանկյունից հայի ոչնչացումը, հայ Ես կարող առաքելական կներեք պատմությունից, հայոց եկեղեցին, պատմությունից մի քանի օրինակներ է բերեմ։ Կիլիկյան Հայաստանը անգում ապրեց հենց ունիտորների եւ հակաունիտորների պայքարի արդյունքում։ Հիմա ինչքան էլ այնտեղ մենք ասենք, որ իսլամական աշխարհներ միավորվել, քանի որ Կիլիկյան Հայաստանը խաչակիրների հենարաներ եւ այլն, չէ, ընդհանրակը շատ դեպքերում Կիլիկյան Հայաստանը նույն խաչակիրներին հակազդող է եղել։
Սա չէր խնդիրը։ Այ խնդիրն այն էր, որ այդ ժամանակ Հռոմի Պապը որոշել էր, որ իր գերիշխանությունը նաև պետք է տարածեր Կիլիկյան Հայաստանի վրա եւ այնտեղ ձևավորվեց խումբ ունիտորները, այսինքն մարդիկ, ովքեր կողմ էին հռոմեական դավանաբանությունը ընդունելուն եւ արդյունքում այդ ունիտորների եւ հակաունիտորների պայքարը ինքան թույլատրեց, որ վերջում մենք կորցրեցինք մեր pedagoganություններից մեկը։ Այո։ Կամ նույն ցեղասպանության տարիներին 20-րդ դարի սկզբին արևմտյան Հայաստանի մեջ կամ արևմտյան հայերի մեջ դուք տեսեք իշխան աղանդներ էին մտել։ Բացի հայ առաքելական եկեղեցին, որը հնուց եկած էր, այդ նույն ժամանակահատվածում այնտեղ կաթոլիկները լրիվ առանձին գործողություններ էին իրականացնում, բողոքականություններ, բավականին տարածված բողոքականությունը լրիվ իրա գործողություններն էր իրականացնում եւ չհաշված ամեն գյուղում ինչ որ մեկին մտցնում էին ինչ որ հովիվի կարգավիճակով եւ իրականում մենք ինչ ստացանք, երբ որ Զեյթունում կոտրում էին, օրինակ մուշում մարդիկ քեֆ էին անում, ասում էին, թե դա մեզ չի վերաբերվում, դա մեզ չի գալու։ Այսինքն նույնը, ինչը մենք տեսնում ենք։ Եվ առհասարակ, տեսեք, երևի կփաստի յուրաքանչյուր պատմաբան կամ պատմության մասնագետ, ով որ հայոց պատմությունը քիչ շատից ուսումնասիրել է, վերջի 7 տարում մենք գործնականորեն ապրում ենք հայոց պատմության 3000-ամյա պատմության բոլոր խայտառակությունները։ Այո, դուք շատ ճիշտ եք, շնորհակալ եմ շատ կարևոր դիտարկման համար, պատմական մեջբերումները եւ փաստերը շատ կարևոր են, որպեսզի մարդիկ հասկանան, որ սա այսպես երկնքից իջած երևույթ չէ, այլ պատմության հենքի վրա, նաեւ ժամանակին արված սխալների վրա, ամբողջությամբ, նաեւ գուցե չէ, վստահաբար ասեմ, մեր ժողովրդի հոգեբանությունը ուսումնասիրած, խոցելի տեղերը հաշվի առած մի ամբողջ ծրագիր է, որպեսզի իրապես հնարավոր լինի այսօր ամբողջությամբ թույլատրել մեր ժողովրդի զգոնությունը եւ կարողանալ ուղղակի ոչնչացնել մեր հայրենիքը։ Դրա համար պետք է հարվածել հայ առաքելական Սուրբ եկեղեցում, մեկ պարզ պատճառով հայ առաքելական Սուրբ եկեղեցին հայապաշտպան է, ազգապաշտպան է։ Չկա եկեղեցին, չկա հայի տեսակը։ Սա պիտի բոլորս այսպես ճշմարտություն որպես աքսիոմատիկ իմանանք։ Հիմա դառնալով այդ աղանդավորական, հա, նրա գործառույթներին, իդեպ այդ քարոզը, որ անում է, ուղղակիորեն շեղվում է հենց քրիստոնեությունից։ Բացահայտ աղանդ է, արդեն որ Իհարկե, լսում ենք։ իհարկե։ Հիմա, երբ որ նա հանդես եկավ այդ 10 տիրադավերի շրջապատած այդ կառավարության ամառանոցային, այդ հա, ամառանոցից հրապարակեց հայտնի փաստաթուղթը իբր հայ առաքելական եկեղեցու բարենորոգման մեկնարկ, հա։ Իդեպ դրանքից կա ինչ որ այսպես ասած ճանապարհային քարտեզ, որի երկրորդ թե երրորդ կետերում, եթե ես չեմ սխալվում, հստակ ասվում է հերացման, այսինքն նպատակը հստակ հասկանալի է, իդեպ նորից եմ կրկնում ցինիկաբար նա մեր կաթողիկոսի որպես հայ առաքելական ամենայն հայոց կաթողիկոս անվանումը վաղուց մոռացել է, մի դեպքում պետ է ասում, մի դեպքում այլ անուններ չեմ ուզում հիմա ես կրկնել իրեն, բայց այդտեղ դրված է հանգստի կոչման, այնպես անել, որ նա հեռանա այդ պաշտոնից կաթողիկոսի եւ սահմանված կարգով կաթողիկոսի ընտրություններ իրականացնել։ Դուք պատկերացնում եք, պարոն Պողոսյան, ինչի առաջ եք այս մարդը կանգնեցնում մեր եկեղեցին, այսինքն մի ահավոր ցնցումների եւ հիմա մենք տեսնում ենք, որ ինքը փաստորեն նաև Եվրոպայի, Արևմտյան, հա, Ամերիկայի այդ հատվածներից եւս փորձում է այս շրջանակների մեջ ներառել այն բոլոր մարդկանց, ովքեր ինչ որ անձնական խնդիրներ են ունեցել։ Եվ հիմա, երբ որ եթերում էլ մենք լսում ենք, վստահ եմ լսել եք վերջերս հանրայինի եթերով այդ մարդկանցից մեկին, որը խնդիր ունի, կարծեմ Գերմանիայի թեմից էր, եթե ես չեմ սխալվում, զուտ անձնական ճղճին, փոքր խնդիրներ ունեն, այս բանը չարեց կաթողիկոսը, այս բանը լրիվ անձնական, հոգևոր դաշտից ամբողջությամբ դուրս են այս մարդիկ։ Կնշանակի սրանք իսկապես աղանդի համար այսպես պատրաստի կադրեր են։ Պատրաստի կադրեր։ Հիմա կարող ենք ասել, որ այդ փաստաթուղթը, որ նրանք հրապարակեցին, այս աղանդի մեկնարկն էր որպես իրավական հիմք, դեռ որպես իրավական այդպես փաստաթուղթ չէ դա իհարկե, բայց կարող ենք համարել, որ հենց այդ մեկնարկը տրվեց հենց այդ
Չգիտեմ, անուն ինչ կդնեք, Նիկոլական Գիտեք, աղանդ կդնեք, ինչ իրականում կարևոր չի թե մեկնարկը երբ տրվեց։ Տրվեց այդ ժամանակ, թե 2018-ին ահա, ճիշտ է, նոր Հայաստան, նոր Հայրաբերով, իրականում այո, արդեն սա կարևոր չի։ Մեկնարկը տրվել է այն ժամանակ, երբ որ Հայաստանում ապրող Յան ազգանուն ունեցող մի քանի հարյուր մարդ որոշեցին, որ իրենք պետք է ծառայեն մեր թշնամուն։ Այդ ժամանակ արդեն մեկնարկը տրվել է։ Եվ իրենք ինչպիսի ճանապարհային հարդես կհրապարակեն կամ ինչպիսի փաստաթուղթ կհրապարակեն, սա պետք է զուտ ունենալ հասկանալու իրենց դիրքորոշումը, բայց դրանց ինչ որ կարևորություն տալ, այսպես շատ կարևորություն տալ պետք չի, որովհետև մենք բոլորս էլ հասկանում ենք, որ այս մարդը ինքը չունի կարմիր գծեր, այս մարդը բացի սեփական աթոռից չունի ուրիշ սրբություն։ այո, Հետևաբար այդ ամեն ինչը հաշվի առնելով մենք էլ պետք է հասկանանք ինչպես կարող ենք մենք այս մարդուն դուրս մղել մեր կյանքից, մեր հայրենիքից։ Այսինքն մեր գերխնդիրը այսօր միայն մեկն է, յուրաքանչյուր հայ մարդ կարևոր չի աշխարհի որ գիտում է ինքը ապրում։ Եթե ինքը իրականում հայ է, առավոտյան աչքերը բացելուց ինքը պետք է մի անգամից հիշի, որ Հայաստանում իր հայրենիքում ղեկավարում է թուրքական դրածո Նիկոլ Փաշինյանը։ Հաջորդ պահին ինքը պետք է հիշի, որ այս մարդը շատ վատ ձևով, շատ խապելով, այսպես ստելով են, չեմ ուզում այնպեսի բառեր օգտագործեմ, որ վաղը մյուսօր կանասեն խուլիգանություն եմ թույլ տվել եթերից, որովհետև կարծում եմ դեռ պետք եմ դրսում, համենայն դեպս այս մարդը ամենավատ ձևով հանձնեց Արցախը, որովհետև սա շատ կարևոր բան է, հասկանում եք, սա ամեն ինչ վեր էր։ Սա պարոն համարյա Պողոսյան, թե հավատքին հավասար բան էր։ Այսինքն պետք է այդ ամեն ինչը հիշենք ու պետք է հասկանանք, որ մեր հայ առաքելական եկեղեցին վտանգի տակ է։ Ու մենք ոչ թե պետք է այդ օրը մտածենք ինչպես անենք, որ ավելի գեղեցիկ զգեստ ձեռք բերենք կամ լավ ճաշենք կամ չգիտեմ ինչ, մենք յուրաքանչյուր առավոտ պետք է զարթնենք մի մտքով, ինչ ենք անելու մենք յուրաքանչյուրս, որովհետեւ այո, մենք ազատվենք այս մարդուց։ այո, Ընդամենը սա է։ իդեպ ամեն անգամ հարցազրույցներում, մանավանդ մեր Սփյուռքի ներկայացուցիչների հետ կան անձիկ, ովքեր հստակ գիտեն, որ նա Արցախը վաճառել է, գումարի չափն էլ ասվում է, փաստերն էլ հստակ կան, սա երբեմն թվում է, թե հենց այնպես ասված խոսք է, բայց օրը կգա եւ այդ բոլորը կարծում եմ կդառնան լուրջ հիմքեր, որովհետև նա անընդհատ մեղադրում է նախկին նախագահներին, բայց փաստը կդրվի սեղանին եւ պարզ կդառնա, թե իրականում նա ինչ էր անում վերելակային այդ քաղաքականության ժամանակ, երբ վերելակում շատ կարճ, մեկ ժամով այսպես անհետացավ Ալիևի հետ եւ գործընթացները գնացին այն ճանապարհով, որ ճանապարհով նախընտրել էր Թուրքիան եւ Ադրբեջանը։ Սա թողնենք մի կողմ Արցախի հետ կապված, դառնանք այսօրվա քննարկման թեմային եւ այսպես Գևորգ կամ Արման Սարոյան անունով անձը դատի է տվել հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն։ Հիշեցնեմ, վստահ եմ դուք գիտեք, ես ուղղակի Իհարկե։ հերթի համար մեր հիշեցնեմ, որ խոսքը Գևորգ Սրբազանի մասին է, նա անվավեր է եւ դատից կներեք դատարանից պահանջել է անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ ամենայն հայոց կաթողիկոսի հունվարի 10-ի թիվ 02 հայրապետական տնօրինությամբ կայացված այդ որոշմանը եւ ինչ կատարվեց մի քանի ժամվա մեջ դատարանը ընթառաջ գնաց այս անձի Իրավեց Արման հայտնաբերում, Սարոյանի այո։ հայցին։ Ես հիմա կխնդրեմ ներկայացեք, այս ինչի հետ մենք գործ ունենք, այսինքն ուր է հասել Գևորգ Սրբազանը։ Դեռևս ես նրան այդպես եմ ասում, թեպետ գիտեք սարսափելի է։ Ես ուղղակի մեկ հիշեցում անեմ, պարոն Պողոսյան, սա այն մարդն էր, որը 2018-ին մտավ մեր խմբագրություն, այն ժամանակ հայ ձայն խմբագրություն կար, մտավ եւ մի քանի հոգեվորականների հետ, ովքեր եղել են իր հետ դա կարող են փաստել, խստորեն քննադատում էր, ասում էր, ինչ է կատարվում նոր Հայաստան, նոր Հայրապետ, հա, այս շարժումն էր խստորեն քննադատում, միշտ ինձ հետ խոսելիս, նաեւ տարբեր լրատվամիջոցների հետ խոսելիս նա դրական է խոսել, շատ այսպես թիկունքին կանգնած է եղել ամենայն հայոց կաթողիկոսի, 2 ամսվա մեջ մարդու մոտ բան կատարվեց, բան փոխվեց։ Նույնիսկ եկել էր Սամվել Կարապետյանի
կալանավորման դեմ իրականացված այդ մեծ հավաքին։ Մասնակցում էր, պատկերացնում եք։ Հիմա այս մարդը դարել է ամբողջությամբ Փաշինյանի պաշտպանը, կանգնել որպես տիրադավ նրա կողքին, ավելին դատ է բացում ամենայն հայոց կաթողիկոսի դեմ։ Չգտնված, չլսված երևույթ։ Կխնդրեմ սրան անդրադառնաք, խնդրեմ։ Նախ Արման Սարոյանին չեմ ուզում որպես այդպեսին, որպես մարդ տեսակին անդրադառնալ, վստահ եմ Աստված իրեն շատ խիստ կպատժի եւ դա Աստծո գործերի մեջ մենք չխառնվենք, մենք վերադառնալով աշխարհիկ կյանքին, ինչ էստեղ մենք արձանագրեցինք պետության ուղիղ միջամտություն արտարադատության մեջ։ Մենք նկատեցինք կամ ավելի շուտ արձանագրեցինք, որ արտարադատության համակարգը ինչպես որ նախատեսված է լինել ազատ, ինքը բացարձակապես ազատ չի, ավելին ինքը գործիք է եւ գործիք է ծառայում այն մարդու դեմ, ով Հայաստանում գործող թիվ 1 դիվերսանտն է։ Մենք այստեղ արձանագրեցինք սահմանադրության կոպիտ ոտնահարում, որովհետև սահմանադրությունը հստակ տալիս է հայ առաքելական եկեղեցու կարգավիճակը եւ նաեւ տալիս է եկեղեցի եւ պետություն անջատ գործելու կարգավորումները։ Մենք այստեղ հստակ տեսանք, որ այս մարտիկ բացարձակապես հայ առաքելական եկեղեցու նկատմամբ որևէ հարգանք չունեն, որ մնաց մի հատ էլ Քրիստոսին իրենց սրտում պահել։ Այսինքն սա գիտեք, ամենասարսափելի բանն է, ես չգիտեմ, այդ դադավորը ով է եղել, չեմ է ուզում իմանալ, բայց ես շատ եմ խղճում իր ընտանիքին, իր երեխաներին, որովհետև իմ կարծիքով Աստծո պատիժը նրանց 7 պորդին էլ հասնելու է, որովհետև չի կարելի հասկանում եք, ես չեմ ուզում այստեղ շատ այսպես շապից դուրս հավատացյալ երևալ կամ բան, բայց մենք որպես հայ մարդ բազմաթիվ, նույն Գյումրիում օրինակ նախկին Սլավոդկա թաղամասում եղել է եկեղեցի, որը հիմա չկա։ Եվ այդ եկեղեցին քանդողը ամբողջ այսպես սերունդով վերածել է։ Իրենցից հիմա ոչ ոք չկա։ Կամ լուսահոգի տատս է պատմում իրենց գյուղում, Կարնոտ գյուղում, ասում է, անունը չեմ հիշում արդեն, ասում է հայոյում էր եւ կոշով այդ եկեղեցուն էր հարվածում։ Գիշերը գնացուց մինչև լույս պարարիչ ընկավ, մի քանի ամիս ուղղակի տագն էր կեղտոտում, որից հետո շամպես սատկեց, դա տատիս խոսքերն են։ Այսինքն ես վստահ եմ, որ Աստծո պատիժը հասնելու է բոլորին, սկսած Փաշինյան Նիկոլից վերջացրած այդ դադավորին, որը բացարձակապես չի հարգել իր մասնագիտությունը։ Մ, Գիտեք, ինձ համար, Որովհետև այո, այսպիսի աբսուրդ ես երեք մի փոքր նաև հումորով էի գրած, դա նույնն է, որ դատարանը որպես հայցի ապահովում, ասենք են Ռոմանոսին տաներ տներ, ասեր եպիսկոպոս եղի, ուր ենք տեղապահ հասել։ լինի։ Այսինքն սա ամենամեծ խայտարակությունը եւ առհասարակ մենք նորից փաստենք Հայաստանում ոչ մի իրավունք, ոչ մի օրենք բացարձակապես չի հարգվում։ Դա կլինի սեփականության իրավունքը, դա կլինի անձնական կյանքի իրավունքը, դա կլինի առողջության իրավունքը, կյանքի իրավունքը, ոչ մի միջազգային օրենսդրություն, ոչ մի տեղական օրենսդրություն ինքը Հայաստանում բացարձակապես չի հարգում։ Ես ես ավելին ասեմ, արդեն տևական ժամանակ է Հայաստանի պետական մարմինները աշխատում են միմիայն կառավարության որոշմամբ, այսինքն նորմատիվ ակտով, իրենք չեն աշխատում օրենսդրությամբ։ Իրենց նաև այդ կառավարության ակտերը իրենք բացարձակապես խնդիրներ են տալիս օրենքների հետ։ Այո, Որովհետև նորմատիվ ակտը ինքը օրենքից շատ ցածր է, բայց այսօր բոլոր pedagogan մարմինների աշխատակիցները ստիպում են դրանով աշխատել։ Եվ սա այս պայմաններում սпасել, որ սա օրենքով էր, օրենքով չէր կամ ինչ որ մեկը կդատապարտի, չէ, այս մարտիկ այդ նույն ադրբեջանցի թուրքերը իրենք կարողացել են նաև այդ եվրոպական պաշտոնյաներին ինքան լավ են կարողացել գնել, որ այսօր բոլորով այսպես ձերքի տված ուղղակի մեզ փորձում են ոչնչացնել եւ այստեղ միակ ելքը այն է որ մենք միջև վերջ հասկանանք եւ այս մասին արդեն մի քանի տարի է բոլոր հարցազրույցների ժամանակ ասում են միակ խնդիրը այն է որ գոնե ընդդիմության դաշտում հայտնված մարդիկ կարողանան սեփական ամբիցիաներից հրաժարվեն ապրեք, այո, այո, դա Մեր ամենակարևորը։ միակ խնդիրն այն է, երևի մենք ինքնին արդեն հայտարարենք, որ հաջորդ իշխանություններում չպետք է լինի վարչապետ, որ շատ շատերը ուղղակի դրանից այսպես մեղմացած կողքի քաշվեն եւ մենք բոլորով կարողանանք ուղիղ պայքար մղել։
Այո, ոչ Մենք թե այսօր պաշտոնների համար։ շատերը գիտեք, շատ ավելի լուրջ մարդիկ, շատ ավելի մեծ փորձ ունեցող մարդիկ, մեծ ռեսուրս ունեցող մարդիկ այսօր իրենք չեն պատկերացնում կամ չեն ուզում պատկերացնել, որ իրենց թորներն էլ են ֆիզիկական բնաճնջման տակ կանգնած։ Եվ ասենք, եթե վաղը մյուս օր այդ նույն թուրքը եկավ, ինքը Կարապետին առաջինը չի փորձելու Կարապետին տանիքին վնասել, Հմ, որովհետև Կարապետի տնից շատ բան չի կարող տանել։ Իսկ իրանց միլիարդներն է կարող տանել։ Այ մարդիկ դա այո, հասկանան։ 1915 թվականին կներեք Ստամբուլում կային բազմաթիվ մեծահարուստներ։ Ինչ եղան այդ մարդիկ։ ինչ Տերզորի եղավ ճանապարհին նրանց գլուխները հարստությունը։ չհարտեցին։ Ո՞վ է հիշում այդ մարդկանց։ Ոչ ոք։ Ում էին պետք այդ մարդկանց կուտակած միլիոնները։ Այսօր Դարձան Թուրքի թուրքերը բաժին։ վայելում են դա։ Այո, դարձան Թուրքի բաժին, շատ ճիշտ եք նկատում։ Պարոն Պողոսյան, ես դառնալով այդ խայտարակ փաստին Արման Սարոյանի կողմից իրականացված, իդեպ երեք ես ընթերցեցի, հիմա կդժվարանամ անունը վերհիշել, կարգալույծ արված հոգևորականներից մեկն էր, որը հստակ նշում էր, որ որևէ կարգալույծ արվածի մտքով անգամ չէր անցնի դատի տալ ամենայն հայոց Այո, կաթողիկոսին, դա արդեն հոգեկան լուրջ կամ հոգեբանական լուրջ խնդիրների մասին է խոսում, քայլ, որն արել է Արման Սարոյանը, եւ նաեւ շեշտվում է հետեւյալը, որ դատական համակարգը որևէ լիազորություն չունի եկեղեցու ներքին կանոնակարգումների կայացման որոշումների նկատմամբ, այո, դա այսինքն կաթողիկոսի, սահմանադրությամբ է ամրագրված։ Քիչ այո, առաջ հենց դա է ասում, այո, սահմանադրությունը շատ հստակ մեր երկրի թիվ 1 օրենքը, մայր օրենքը շատ հստակ տալիս է բոլոր այդ կարգավորումները եւ ես զարմանում եմ, հասկանում եք այդ դատավորը մարդը ընդամենը, չգիտեմ, ավտոյի յուղ փոխող լիներ, որ նման բան որոշեր, այսինքն իրավաբանը, պրոֆեսիոնալ իրավաբանը, որը դատավոր դառնելու համար անցել է բավականին շատ մեխանիզմներով, լավ, ինքը ինչ է մտածել թուղթից ձեռքը վերցնելուց։ լավ, այդ դատավորը Նիկոլ Փաշինյանի կամակատարն է արել է, բա Արման Սարոյան, Գևորգ Սարոյան կոչված սրբազանը չգիտի, ինքը շատ լավ գիտի, թե որ ինքը Հասկանում եք, եթե այդ ինքը Արման Սարոյան եկեղեցու կոչված երևույթը, կանոնադրությանն է դեմ գնում, բան տեսեք, Պողոսյան։ այդ նույն Արման Սարոյան կոչված երևույթ, ես դրանց տիրադավեր չեմ ուզում ասել, դրանք հայրենադավեր են։ Այո, Իրենք միայն իրենց տիրոջը, իրենց վեհապարին չեն դավաճանել, իրենք հայ այո, առաքելական եկեղեցուն են դավաճանել, մեր այո, եկեղեցու առաքելական դավանաբանությանն են դավաճանել, իրենք իրենց ապրած կյանքին, իրենց ուսմունքին են դավաճանել։ Այդ անհավատները իրենք ամեն ինչ կարող են արդեն անել։ Հասկանում եք, եթե մարդը մի անգամ թույլ տվեց իրեն ձեռքով բարևել Նիկոլ Փաշինյանին, այդ մարդուց պետք է զգույշ լինել։ Ով ուզում է լինի։ Եթե որևէ մեկը համարձակվել է մի անգամ ձեռք տալ դրան ու դրա հետ ինչ-որ բառ խոսել, ուրեմն այդ մարդը արդեն վարակված է։ մ, Օրինակ, դուք գիտեք, նույն միջնադարում, երբ որ Հայաստանում կամ հայկական աշխարհում աղանդավորներ էին մտնում, իրենց բոլորը իրենցից փախնում էին որպես բորոդների։ ճիշտ եք, այո, Ես սա թող բռնության կոչ չլինի, սա ընդամենը պատմության արձանագրում է, նրանց դեմքին աղվես էին տաջում եւ ոտքի ջիլը կղրում էին, որպեսզի հերվիկ սկալից գյուղ մտնելուց տեսնեին, որ կաղ մարդ է գալիս եւ զգուշանային։ մ, Գիտենային, որ վարակ է գալիս։ Այն ճիշտ եք, Նիկոլ Փաշինյանը այսօր հենց այդ վարակն է, այդ մարդը ում կբավ կվարակի։ ճիշտ եք, ես շնորհակալ եմ շատ, որ դուք պատմական փաստերով եք այսօր նաև ներկայացնում ձեր խոսքը, դա շատ կարևոր է, այո, թող չընկալվի դա, որ մենք ինչ որ կոչեր ենք հնչեցնում եւ այլն, դա փաստեր են Մենք եւ արձանագրում ենք այո, ընդամենը փաստերը։ Եվ շատ ուրախ եմ, որ մեր ժողովուրդը իր պատմության էջերում ունեցել է, այո, նման իրավիճակներ, նման պատմական իրողություններ, երբ աղանդավորները նման տարանջատելու համար հասարակությունից հստակ այսպես իրավիճակներ են եղել, հա, որպեսզի տարբերվեն հավատավոր հայ առաքելական եկեղեցու հետևորդներից եւ իրապես դավաճաններին եւ աղանդավորներին մեր ժողովուրդը հստ արժանվուն գնահատել է եւ վստահ եմ որ այս դեպքում էլ ենք պարոն Պողոսյան գնահատելու է մեր ժողովուրդը անպայման եւ ես ուզում եմ մեր հարցազրույցը եզրափակենք դուք շատ կարևոր միտք ասացիք ընտրությունների հետ կապված, բայց մեկ կարճ փոքր դիտարկում եւս շատ կուզեմ, որ դուք դրան անդրադառնաք 4 հայ գերիների ազատ արձակվեցին, Ադրբեջանը փոխանցեց Հայաստանում բանտարկված, ուզում եմ որ սա հստակ մենք արձանագրենք,
ծագումով սիրիացի երկու թուրքական գործակալների եւ ահաբեկիչների հետ այսպիսի ձևակերպում էր արել պատմաբան Արմեն Այվազյանը, փաստերով ներկայացնելով, թե ինչ անարդյունավետ փոխանցման մասին է խոսքը, այնտեղ նա օրինակներ է բերում նաև Սիրիայի, Պաղեստինի, այդ Իսրայելի այդ փոխանակումներից եւ միշտ շեշտում է այն հանգամանքը, թե որքան արդյունավետ են տարբեր երկրներ իրականացնում գերիների փոխանցումը, մինչդեռ ինչ է կատարվում մեր դեպքում, հա, ասենք 4 հայ գերիների դիմաց տրվել է գործակալների, թուրքական գործակալների, որոնք շատ թանկ են եղել Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ Ես կխնդրեմ գերիների շատ ուրախ եմ իհարկե, որ մեր 4 գերիները վերադարձել են Փառք Աստծո, բայց այս քաղաքականությունը ճիշտ իրականացնում է արդյոք Հայաստանի իշխանությունը, արդյոք արդյունավետ իրականացնում է եւ ինչը Իհարկե ոչ, Հայաստանի եւ հայ ժողովրդի է։ իհարկե ոչ, բացարձակապես։ Ես ավելին կրած կգամ ձեր հետ, որ Փաշինյան Նիկոլը ընդամենը մեզանից 5 րոպե առաջ է իմացել այդ փոխանակման մասին։ Մ, Ինքը դրա մասին նույնիսկ չի էլ գիտեցել, ես վստահ եմ։ Եթե ինքը դրա մասին նույնիսկ մի փոքր բան գիտենար, ինքը բաց բերան է, հասկանում եք, ինքը շատ արագ գելներ, ասենք մի օր առաջ, 10 օր առաջ ինքը կխոսեր։ Ինքը այդ մասին իմացել է այն ժամանակ, երբ որ այդ մարդկանց բերե հասցրել են հակարի կամուրջ։ մհմ, մհմ, Այստեղ արդեն փոխանակման մասին ընդհանրապես խոսք չի կարող լինել։ ինչու ուրեմն արեց այդ Զանգել քայլը են ասել, տեսեք, այդ գերիները, նախ այդ ահաբեկիչները իրենք երկուսը չէին, շատ էին։ Ընդ որում ինձ երբ որ կալանավորեցին, դրանք գտնվում էին իմ հարևան խցում, առաջի մեկ շաբաթը։ Եվ այդ ժամանակ, դերևս այդ ժամանակ, բանդում, Նուբարաշեն քերակատարական հիմնարկում, արդեն ասում էին, որ նրանցից մեկին ազատել են վաղուց։ Եվ այդ մասին ոչ ոք չգիտեր։ Ես ինքս հետագայում այդ մասին խոսել եմ թե հրապարակային եւ թե նաեւ բանդում գրված իմ բանդային օրագրում, իմ բանդախոս համարվեց կամ ճանապարհ դեպի Արցախ գրքում։ Մ, Այսինքն այդ մեկին ուղղակի զանգել էին, պահանջել էին, ասել էին պետք է տակ։ ահա, Իրանք վստահ եմ, զանգել են, ասել են այս երկուսին է պետք է տակ։ Հետո մտածել են, որ վերջին հաշվով սա իրենց գոլեգան է, իրենց փոքր եղբայրն է, կամ չէ, երևի եղբայրը չեն համարում, իրենց ճուդն է, մ, որ դեմն է ընտրությունները, որովհետեւ սրանք շատ ավելի վատ վիճակի մեջ չգցենք, արել նայենք այնտեղ ով կա, որ մեզ պետք չի, հանենք տանք, թող երկրում PR սարքեն։ մհմ, Սա ընդամենը սա է եղել։ Իհարկե ես նորից ասում, ես ինքս էլ շատ ուրախ եմ, այո, որ այդ մարդիկ հետ են եկել։ Ես ամեն օր Աստված եմ կանչում, որ մյուսներն էլ կան։ Ցավոք սերտի այնտեղ կան մարդիկ, ովքեր պետք է պատժի ենթարկվեն, պետք է դատվեն, բայց իրենց դատողը պետք է լինի Երևանում, եւ իրենց պետք է դատեն հայկական բանդում։ Հիմա ես չեմ ուզում անուն տալ, որովհետեւ հա, ճիշտ չի, հասկանալի։ բայց այնտեղ կա մարդ, որը Նիկոլ Փաշինյանի մեղսակիցն է եղել։ Բոլորս էլ գիտենք ում մասին է խոսքը։ Բայց ես ամեն անգամ, երբ որ Բաքվի կադրերը տեսնում եմ իր դեմքին նայում եմ, ես ցավ եմ ապրում, որովհետև վերջին հաշվով ինքը հայ մարդ է, Մ, գոնե հայկական ազգանունով։ Իրեն պիտի տադեն Երևանում, այո, ես ինքս ցկտել եմ, որ իրեն Երևանում տադեն, բայց ոչ մեծ թշնամի երկրում։ Հետևաբար, այստեղ այն նորից այդ նույն փաթեթավորման խնդիրն է տրված։ մ, այո, Բերե տվել են 4 մարդու, որոնք իրենց այլևս պետք չեն, եւ փոխարենը տարել են այն երկուսին, որոնք իրենց պետք է, եւ ինչու են հիմա տանում։ Այստեղ է խնդիրը կա։ Որովհետեւ օրինակ առաջիկայում մենք տեսնում ենք շատ տարածաշրջանում փոփոխումներ կան եւ տեսնում ենք հերթական պատերազմները, որոնք պետք է այս կամ այն կերպ ներգրաված լինեն հենց թուրք-ադրբեջանական ղեկավարները։ Եվ այստեղ իրենք նորից պետք է գնան այդ Սիրիայից, մյուս տեղերից ահաբեկիչներ բերեն։ մ, Եվ որպեսզի այնտեղ իրենց որևէ մեկը հարց չտա, դե ախպեր տարակ էս երկուսին փուրը տվեցիք, կներեք, որ այսպես կենցաղային եմ արտահայտվում, բայց որ մեր հետևորդներն ավելի լավ հասկանան, որպեսզի չասեն տարակ, այ փուրը տվեցիք, այն մարդկանց տարակ 5 տարի Հայաստանի բանդերում նստած են,
Իրենք սա արեցին, որ այդ իրանց բազարների մեջ, իրենց սակարգումների մեջ ասեն, որ ախպեր դաժե վիզ տարեցինք, այս տերարիստներին բանդեցանինք, բերեցինք։ Այսինքն, այնքան էս ամեն ինչը պրիմիտիվ է ու այնքան սարսափելի է, որ այս պրիմիտիվությունը մեր ժողովուրդը դեռևս ընկալում է եւ կներեք էլի մի կենցաղով ասեմ, Նիկոլի կտերը ուտում է։ Այս սա է շատ, սա ցավը էս է, որովհետեւ մարդը կարող է մի անգամ սխալվել։ Լավ, ավել, ասենք, երկրորդ անգամ, մի քիչ մտավոր խնդիրներ ունի երրորդ անգամ, բայց չորրորդ, հինգերորդ, 20-րդ անգամ սխալվել, այ հասկանում եք, սա է խնդիրը։ Պարոն Պողոսյան, շնորհակալ եմ, շատ կարևոր էր Ես ցույց եմ տված շնորհակալ։ ինֆորմացիան։ Չեք կարծում, որ մենք պետք է այսպես շատ աշխատենք մեր ժողովրդի հետ, հա, որովհետև իմ շփումներում, որպես լրագրող, հա, ժողովրդի հետ ես հասկանում եմ, որ իրենք քիչ ինֆորմացված են։ Եվ օրինակ ձեր այս ինֆորմացիան տեղ հասցնելու համար մարդը արդեն կսկսի մտածել, որ սա ոչ թե Փաշինյանի արդյունավետ քաղաքականության, արտաքին քաղաքականության հետևանք էր, այլ այո, հստակ Ալիևը արել է այն, ինչ ինքը ցանկացել է, եւ նպատակներն էլ ասեցիք, թե ինչու է արել։ Եվ հիմա դառնալով Ես շատ կներեք, այլ շարունակեմ խնդրեմ։ ավելին ասեմ, ձեր կարծիքով վաղը մյուս օր ընտրություններից հետո, օրինակ, եթե Ադրբեջանի դատախազությունը որոշի նորից Ռագիվ Խաչատրյանին հետ կանչել, Նիկոլը պիտի չտա։ Մ, Ինքը Նոր գործ խնդիր չունի, բացեն եւ հասկանում եք, կանչեն, հա։ այսինքն վաղը մյուս օր եթե որոշի Ալիևը, որ ինձ եւ ձեզ, հերի ցեզանից էլ ես ոչինչ, դուք ափսոսեք, որոշի, որ երկուսիս էլ Աստծո պետք է Աստծո հանձնի ինքներս։ Բաքվին, ինքը չի մտածելու դրա մասին։ Այ որպեսզի դա չլինի, մենք պետք է շատ ճիշտ աշխատի հիմա ընդդիմությունը։ Տեսեք, ես նաև Բոլորս, տեսեք, դե բոլորս, դե այսինքն մենք սա արդեն բոլորս ընդդիմություն վաղուց ենք է այդ ընդդիմություն, իրականության։ իշխանություն կոչված պայքարից վեր, այս ամեն ինչը վաղուց է քաղաքականությունից վեր։ Սա տատիս ասած հայի ու թուրքի կռիվն է։ Մ, Ստեղ այլ բան չկա։ Ստեղ կա հայի եւ թուրքի կռիվ։ Ստեղ կա ազգայինի կռիվ, ստեղ կա գոյության կռիվ, ստեղ կա սեփական սերունդները պաշտպանելու խնդիր։ Իմ դեռևս չծնված թորնիկը, որը կուծե ծնվի 10 տարի հետո, ինքը արդեն վտանգված է։ ճիշտ Այ է։ ես այսօր խնդիր ունեմ նաև իմ ծորների ապագայի մասին մտածելու, որովհետև իր ծնվելը այլևս վտանգված է։ Մ, դե Որովհետև ճիշտ եք չի ասում։ լինելու հայ մարդ, այս մարդիկ, ախր մենք ինչքան էլ ուզենք փորձեն մեզ համոզել կամ չէ, հայ-թուրք բարեկամություն չի կարող լինել, երբեք չի եղել։ Նույնիսկ խորհրդային տարիներին չի եղել։ 80 թվականին կարծեմ Ազիզբեկովին թուրքը իր տեղուն ամուսնացնում է, բանակի հայ ընկերոջը հրավիրում է, ամբողջ օրը քեֆ են անում, առավոտ կանող հարսի ու փեսի ոտքերի տակ մադաղ է անում, մորթում է։ Դա 80 թվականին հասկանում եք, երբ որ խորհրդային միությունը այսպես երկաթյա բռունցքով ամենտեղ եղբայրություն էր քարոզում եւ պարտադրում։ Ինչ հայ-թուրքական, ախր իրականում մենք էլ իրենց գոյությանն ենք վնաս։ Մ, Եվ իրենք էլ ի տարբերություն մեզ սա հասկանում են։ Իսկ մենք չենք հասկանում։ Դե որովհետև Մենք մի մեր հատ, հայրենիքը չգիտեմ, Facebook-ում մի գողացել հատ են։ լայվ անելու համար մենք պատրաստ ենք հայրենիք մոռանալ։ Այ մենք պիտի կարողանանք մի հատ հասկանանք, վերադառնանք այդ վտանգներին։ Այստեղ է մեր խնդիրը, որը մենք ցավոք սրտի դեռևս չենք կարողանում անել։ Որովհետև Այ, դեռևս հեշտի հետևից ենք ասում ենք, հա դե ինչի ենք փողոցում տանջում ենք, ընտրություններ կգա, օֆիսում նստած կկարենք։ Ում ենք կրելու, ո՞նց ենք կրելու, այսինքն մենք տեսնում ենք, չէ, մենք ապրել ենք ցավոք սրտի, մենք բացի նրանից, որ հայկական 3000-ամյա պատմության բոլոր, այսպես ասած, ամոթալի էջերը ապրել ենք վերջին 8 տարում, մենք այդտեղ ենք կորցել ամոթալի էջեր, որը ինքներս ենք կորցել եւ նորից հետեւություն չենք արել։ Այս է ամբողջ խնդիրը, սա է։ լավ, հիմա պարոն Պողոսյան, քիչ ժամանակ է մնացել, էլի։ Ես ուզում եմ հիմա հասկանանք, այնտեղ արդեն քաղաքական գործիչներ կան, որոնք օրերը հաշվում են։ 140 երևի օր է մնացել մինչև ընտրությունները։ Եթե բոլորս հասկանում ենք, չէ, եթե Փաշինյանը մտավ ընտրության, չեք կարծում, որ հաղթելու է, որովհետև ունի ամբողջ իշխանական լծակներ, այս մարդը ամբողջ դաշտը իրենով էր արել, դատական համակարգ, պետական ամբողջ համակարգ, եթե այդ պետական համակարգի մարդկանց ինքը կարողանում է բերել քրիստոնյա հայերին, բերել իր կեղծ ներկայացում կոչված այդ պատարագին,
Եթե ինքը կարողացավ պոկել նաև Սրբազան անունը կրող այդ մարդկանց եկեղեցուց, անկախ նրանց իրենք վատ անցյալ ունեն եւ այլն, բայց եթե կարողացավ, չէ՞, եւ շարունակում է այդ բաժանումը, եթե նա հիմք է դրել այդ Քրիստոսի անվան տակ աղանդ ստեղծելու այդ գործին է լծված, եթե նա իրականացնում է Թրամփի ուղեկոչված ծրագիրը, որը շատերն անվանում են թուրանական ծրագիր, Թուրքիայի ծրագիրն է, որը Միացյալ Նահանգների այսպես ակտիվ միջնորդությամբ իրականացվում է, ուրեմն նա ամեն ինչի պատրաստ է, այսինքն գնալ այդ մարդու հետ, Արցախը տվածի հետ, 5000 տղուն զոհացի հետ, Ալիևին մատաղ արած մարդու հետ գնալ ընտրությունների, անկեղծ եմ ասում, ես չեմ հասկանում, եւ հիմա ուզում եմ ձեր օգնությամբ, եկեք հասկանանք, հա, գուցե պետք է մի քիչ այլ իրավիճակ ստեղծվի, հասնել նրան, որ նա գոնե չլինի վարչապետի պաշտոնում այդ ընտրությունների ժամանակ։ Այսինքն, եթե պիտի լինեն Հայաստանում ընտրություններ, Նիկոլ Փաշինյանը չպետք է լինի վարչապետի Այո, այո։ պաշտոնում։ Ինչ Տեսեք, պիտի անենք։ Մենք ունենք այդ թող ընդհանրապես լինեն, ունենք այդ ծրագիր։ ընտրություններ պետք են, ընտրություններ թող լինեն։ Ընտրություններին թող բոլորը մասնակցեն, բայց այդ ընտրությունները ոչ մի դեպքում չպետք է կազմակերպվի, ինչպես դուք նշեցիք Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այո, թող Ինքը ՔՊՆ-ն էլ չպետք է։ մասնակցի, Տեսեք, բայց ես ոչ երեք Փաշինյանի կենտրոնական վարչապետությամբ։ մակարդակով նորից մի հատ օրինակ էի բերում մեր երիտասարդներին, ասում եմ ոնց որ նստեք թախտախաղ խաղաք ու յուրաքանչյուր անգամ քարտերը բաժանելուց հետո Փաշինյանը որոշի խաղի կանոնները։ Այո, Ասենք, եթե մեկ անգամ ամենաբարձր, ամենակարևոր, այսպես ասած, կոզերը տուզն է, հաջորդ անգամ իր ձեռքին 7-նոց կլինի, ինքը կասի, որ վсё, արդեն 7-նոցն է կոզերը։ մ, 7-նոցն է ամենաբարձր, այսինքն իր հետ ընտրության գնալը իշխանություն փոխելու ակնկալիքով, դա մինիմումը խաբեություն է, ես չեմ ասում, կարող է վաղը մյուս օր ինքս էլ որոշեմ ընտրություններին մասնակցել, բայց եթե մենք գնանք ընտրությունների մասնակցելու, մենք չենք գնալու Նիկոլին փոխելու։ Լավագույնը մենք գնալու ենք տրամպլին սարքելու հետագա գործողությունների համար, բայց եթե մենք ուզում ենք իշխանություն փոխենք, եթե ուզում ենք Հայաստան փրկել, մեզ փրկել, մենք պետք է օր առաջ, ընտրություններից օր առաջ, վաղը, երկուշաբթի, չգիտեմ, ինչքան հնարավոր է շուտ մենք պետք է իրենից ազատվենք։ Այսինքն այստեղ խնդիրը դա է, տեսեք, դուք ասում եք ինքը ունի վարչական ռեսուրսներ ընտրությունը կկրի։ Ես ես հակառակն ասեմ, ինքը նույնիսկ վարչական ռեսուրսով, եթե ընտրություն չկրի, չհաղթի, դուք ո՞նց եք պատկերացնում, ինքը իշխանություն կզիջի, ինքը նույնիսկ եթե 10% էլ հավաքի, միևնույն է ինքը իշխանություն չի զիջելու։ Ինքը դրա համար արդեն տեսել է բոլոր, այսպես ասած, իր գլխի ճարերը։ Ինքը ընդրական օրենսգրքում է փոփոխություն արել, որի արդյունքում կարող է շատ արագ ընտրություններ այո, չեղարկել։ Ինքը Եվրոպաներից ու եսին որ կարող է սև ցավերից արդեն դաբրոներ է բերել, արդեն այստեղ Մոլդովայի օրինակ են քննարկում, արդեն ֆինանսներ են տալիս հիբրիդային պատերազմի համար, բանդերում վաղը մյուս օր իմ կարծիքով արդեն բանդերում միայն քաղաքական մարդիկ են լինելու։ Այսինքն ինքը տեսեք, եթե այսօր ես երկրի դատավորը կարող է հայց վերցնել հայ առաքելական եկեղեցու դեմ եւ իրեն թույլ տալ եպիսկոպոս կաթողիկոս հարաբերություններ բարձր, հասկանում եք, չէ, ինքը ինչքան է արդեն ուր է հասել, որ եպիսկոպոսի եւ կաթողիկոսի հարաբերություններն է բարձրում։ Այդ դատարան նմանատիպ դատարան ունեցող երկրում հնարավոր չի որևէ այլ բան անել։ մ, ուրեմն մենք պետքա հասկանանք Անհնարին մեր է։ քայլերը, ուրեմն պետքա հասկանանք քայլերը, մանավանդ երբ Թուրքիան բացահայտ ասում է, որ Ֆիդանը, չէ, ընդամենը մեկ երկարավ է։ Չնշեցինք նույնիսկ մեր թշնամին արդեն ասում է ում է ուզում տեսնել այստեղ։ Այսինքն միայն Ֆիդանի հայտարարությունից հետո այս ժողովրդի մեջ եթե մի քիչ արժանապատվություն մնացած լիներ, հիմա փողոցները պետք է ողողված լինեին։ Ցավոք սերտ, այդ հիբրիդային պատերազմի արդյունքում առաջինը մեր մեջից այդ արժանապատվությունն են հանել։ Այ որ Փաշինյանը ասում էր, մինչև հիմա էլ են, որ հբարտ քաղաքացիներ, հբարտ քաղաքացիներ, այդ նույն խոսույթով ինքը արժանապատվությունը փոխարինեց հբարտությամբ, իսկ ինչ է հբարտությունը։ Եկեղեցական լեզվով ասած մեծ մեղք, Մ, ժողովրդի լեզվով ասած դեբիլություն։ այ, Այ ինքը կարողացավ հայ ազգի արժանապատվությունը բերել հասցնել հբարտության մակարդակի։ Պարոն Պողոսյան,
Հարցեր կան, որ ցանկալի չէ հրապարակային հնչեցնել, նկատի ունեմ հնարավոր գործողությունների ծրագրերի մասին, որովհետև մեզ շատ լավ լսում է թշնամին եւ միշտ ես մտածել եմ հետեւյալը, հա, ի տարբերություն հայերիս, որոնք սիրում են այսպես իրենց ծրագրեր ասել, այս են պատրաստում անել, հետո սա պիտի անենք, հայտարարություններ հնչեցնել, մենք շատ ենք սիրում։ Թշնամին մեր անում է եւ հետո մեզ կանգնեցնում փաստի առաջ։ Այսինքն ժամանակն է, որ հայ ժողովուրդը հայ քաղաքական միտքը, հասարակական, ակտիվ, ազգային շերտը գիտակցի ինչ է կատարվում եւ ուղղակի մենք պիտի գնանք այդ ազգային ազատագրական պայքարի գիտակցման, հա, այդ ընկալումով պիտի գնանք, ոչ թե ընտրություններ, ինչ ընտրություն, ինչի մասին է խոսքը, հա, բրոշուրներ պիտի գրեն, տարածեն, հա, այս վիճակն է, այսինքն, բայց մենք չէ որ երկիր ենք կորցնում, բայց չեք կարծում, որ եւ հիմա մենք ամփոփենք արդեն, սրանով նաեւ ամփոփենք մեր հարցազրույցը, չեք կարծում, որ ընդդիմությունը, ես այսպես ասեմ, կամ ազգային հատվածը, ազգային գործիչները լուրջ գործ ունեն իրազեկման առումով։ Այ հիմա 140 օր է մնացել։ Փոքր Հայաստան ենք։ Ամեն մեկը, եթե իր թիմով բաժանի, հա, գյուղերը, որտեղ գյուղերի վրա պետքա շատ արագ աշխատել։ Մարդկանց ուղակի մտնել հատ-հատ, բացատրել ինչ է կատարվում։ Սոցիալական թոշակառուների հետ կապված իրավիճակից ոնց է Նիկոլ Փաշինյանը միլիոններ գրպանում պետական բյուջեից եւ նույն թոշակառուների հաշվին եւ տալիս իր նախարարներին պարգևավճար եւ իր падգամավորներին, որպեսզի վաղը իր ընտրության համար նպաստեն իր ընտրությանը։ Իսկ որտեղից այդ փողերը։ Ես հիմա հարց եմ ուզում տալ, դա պետական փողեր են, թե կարող է խողովակներից այլ գալիս են, ինչպես 2018-ին եկան։ Գուցե Սորոսա թուրքական, ադրբեջանա-թուրքական տանդեմի Այդ փողերն են, ամեն ինչը ունեմ, մենք չէ ցավոք իրավունք այդ սերնդի հարցը որևէ կերպ չենք հնչեցնելու։ կարող վերահսկել։ Մենք Հա, ցավոք սերնդի այդ ամեն ինչը չենք կարող հա, բայց վերահսկել։ հոսք կա Այո։ 2018-ի դրությամբ, որ բանկերում երևացել է այդ հոսքը, հեղափոխություն կոչվածի համար եկած փողերն են։ Հիմա մեր ազգային հատվածը պետք է կուսակցություններ են, չէ, իրենք ունեն ներուժ, ի վերջո, սովորական մարդը փողոցում քայլող չի կարող դա անել, պարոն Պողոսյան, դա պիտի անեն քաղաքական ուժերը իրենց առաջնորդությամբ պետք է ուղակի Հայաստանը ամբողջությամբ առնեն իրենց ինֆորմացիոն դաշտում, որպեսզի բոլորին հասցնեն անհրաժեշտ ինֆորմացիա, ինչ կկատարվի, մեկ բան բացատրելով, ինչ կկատարվի հաջորդ օրն իսկ, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Եվ ավարտենք, խնդրեմ, ձեր դիտարկումը այս ոչ թե հարց ստացվեց, ավելի շատ այսպես Այո, դիրքորոշում էր, որ ես երկխոսություն ինձ ավելի շատ, որը իմ կարծիքով ավելի կարևոր է էֆեկտիվ է։ Տեսեք, հենց սկզբից ես ասած, չէ, յուրաքանչյուր հայ մարդու խնդիրը առավոտյան արթնանալուց պետք է լինի այն, թե ինքին ինչ է անելու, որպեսզի օր առաջ մոտեցնի Նիկոլ Փաշինյանի հեռանալը նրա թիմի հետ։ Այդ ձեր ասածը ճանապարհներից մեկն է, բայց նորից ասեմ, ընտրությունը ինքը լավագույն դեպքում նորից կարող է լինել ճանապարհ հետագա պայքար ծավալելու։ Իսկ մենք ցավոք սերտի ժամանակ շատ քիչ ունենք եւ արդյունքում պետք է շատ ավելի արագ եւ միասնական գործենք։ Այսօր հավատացեք շատերն են, նույնիսկ այդ իրազեկելու կարիքն էլ այլևս չկա։ Այդ ես ինքս էլ տարբեր տեղեր, այդ թվում եւ գյուղեր, քաղաքներ լինում եմ, մարդիկ շատ լավ պատկերացնում են իրավիճակը, բայց մարդկանց մոտ կա խնդիր վստահության։ Ահա, Այստեղ է, որ մենք պետք է կարողանանք այդ վստահությունը շահել, իսկ այդ վստահելիությունը շահելու համար մենք պետք է անձնական շահը մի կողմ տնենք, որովհետև հասարակ մարդը ինքը կարող է իր բանականությամբ, չգիտեմ, չտիրապետի լավ հոգեբանական, այսպես ասած, գործիքներին չկարողանա այսպես ճանաչել, բայց ինքը կարող է ողնաշարով զգալ։ Մարդը շատ շուտ հասկանում է ով է անկեղծ, ով ոչ։ Եվ հետևաբար մեր բոլորիս պայքարում այ չառանձնացնենք բոլոր հայ մարդկանց, բոլոր կլինի դիմադիր, ես արդեն դա էլ չեմ ուզում ասեմ, որովհետև սա իսկապես հայ ու թուրքի կռիվ է։ Յուրաքանչյուր հայ մյուս հայի մոտ պետք է կարողանա ազնվություն եւ անկեղծություն եւ վստահություն ներշնչել։ Իսկ դրա համար կա ընդամենը մեկ ճանապարհ՝ ազնվություն։ այո, Ազնիվ լինենք յուրաքանչյուրս մեր հետ եւ դիմացինի հետ։
Եվ հավատացեք, երբ որ մենք վերադառնանք հենց այդ վիճակին, որ մենք ազնվորեն սիրենք մեր հայրենիք եւ գնանք ազնվորեն պայքարելու, եւ չգերա գնահատենք մեզ, վեր կանգնենք մեր անձնական շահին, շատ արագ էս ամեն ինչը հանգուցալուծվելու է։ Ամբողջ աշխարհի ոստիկանությունն է, որ կա, էլ մեզ չի կարողանալու պահել։ Այո, պարոն Պողոսյան, շնորհակալ եմ։ Այո, Ես մենք էլ եմ նաև շնորհակալ։ կա գաղափար ի վերջո, դա մեր եկեղեցու պաշտպանության գաղափարն է։ Հույս ունենանք, որ ընդդիմադիր տարբեր, այսպես դուք ձեր խոսքում նաև այդ միտքը ասացիք, մի կողմ դնեն բոլոր ամբիցիաները, չգիտեմ, անհասկանալի ինչ որ նեղացվածություն ասեմ, չգիտեմ, ինչ քաղաքական հա լարվածությունները մեկ-մեկու մեջ մի կողմ պետք է դնել եւ համախմբվել մեր սրբության սրբոց եկեղեցու պաշտպանության այդ գաղափարի շուրջ եւ դրանով փրկել Հայաստանը։ Կարծում եմ սա պետք է լինի ընդդիմության կամ ազգային գործիչների ամենակարևոր Այո, գործը, որ պետք է անեն։ Թե չէ միանշանակ։ գնալ ինչ որ ընտրությունների դա абսուրդ է։ Ես շատ շնորհակալ եմ, Ես ինչպես էլ եմ միշտ շնորհակալ ձեր կարևոր վերլուծության ներկայացուցիչին։ համար կարծում եմ մենք ժամանակ առ ժամանակ եթեր դուրս կգանք, պարոն Պողոսյան, եւ կտեղեկացնենք եւ իրավիճակը եւ կվերլուծենք տվյալ պահին արկա դրությունը։ Ես վերհիշեցնեմ իմ հերոստատիտողներին, որ հերավար կապով ես զրուցում էի ընդդիմադիր քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանի հետ։ Լավ եղեք, կհանդիպենք ցտեսություն։